Ազնվորեն ասեք, պատահել է ձեզ հետ այնպես, որ առավոտյան արթնանում եք և զգում, թե ինչպես է մարմինը կարծես շղթայված, մատները չեն ծալվում, ծնկները մղկտում են, սիրտը բաբախում է հոգնածությունից և դեռ օրը չսկսած դուք չափում եք ճնշումը, կրկին շաքարի տատանումներ սահմանագծին։ Իսկ գլխում միայն մի հարց է. միթե սա ծերությունն է և սրա հետ ոչինչ հնարավոր չէ անել։ Տարիների հետ մենք կարծես կորցնում ենք կառավարումը սեփական մարմնի նկատմամբ։ Դեղամիջոցներն ավելանում են, բայց թեթևացումը պակասում։ Ինչ-որ մեկը հազարներ է վճարում հաբերի համար, ինչ-որ մեկը համբերում է, լռում, սովորում ցավին։ Իսկ հիմա կանգ առեք և մտածեք, իսկ եթե թեթևացման բանալին այս ամբողջ ընթացքում եղել է ձեր քթի տակ, եթե հենց հիմա ձեր խոհանոցում կա այն, ինչը կարող է ամրացնել անոթները, իջեցնել շաքարը, թեթևացնել հոդացավերը և նույնիսկ բարելավել քունն ու տրամադրությունը, այսօր ես ձեզ կպատմեմ ոչ միայն բանջարեղենի օգտակարության մասին, ես կբացեմ մի իսկական բժշկական գաղտնիք, որն ավելի քան 40 տարի օգտագործել է մի իմաստուն հայ բժիշկ Հրաչյա Սարգսյանը, միայն իր ամենավստահելի պացիենտների համար։ Սա սովորական մթերք է, բայց դրա կիրառման մեթոդն այնքան հզոր է, որ օգնում է առանց թանկարժեք դեղերի ամրապնդել առողջությունը ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում։ Խոսքը սովորական գլուխսոխի մասին է, բայց դրա կիրառման եղանակը բոլորովին անսովոր է։ Դուք կիմանաք, թե ինչպես է այն ազդում անոթների, հոդերի, շաքարի մակարդակի և նույնիսկ իմունիտետի վրա։ Այս տեսանյութը ինտերնետից հավաքված խորհուրդների ժողովածու չէ, սա տասնամյակների փորձ է, և ամենակարևորը, վերջում ես կբացահայտեմ այն բաղադրատոմսը, որն անվանում են երկարակետության ոսկե էլիքսիր։ Խնդրում եմ, դիտեք այս տեսանյութը մինչև վերջ, քանի որ հենց վերջում կլինի այն քայլը, որը շատերը բաց են թողնում և այդ պատճառով արդյունք չեն ստանում։ Իսկ հիմա հավանեք տեսանյութը և մեկնաբանություններում գրեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում՝ Երևանից, Գյումրիից, թե Վանաձորից։ Եկեք միասին այս տեսանյութը դարձնենք փրկություն հազարավոր մարդկանց համար, ովքեր արդեն գրեթե կորցրել են հույսը։ Մեզ մանկուց սովորեցրել են ծերությունը ցավ է, դեղահաբեր և սովորական կյանքից աստիճանական հրաժարում։ Բայց գիտեք, թե ինչ եմ ես հասկացել պացիենտների հետ տասնամյակների շփման ընթացքում։ Ծերությունը հիվանդություն չէ, այն կուտակված սխալների արդյունք է, որոնք կարելի է ուղղել։ Երբևէ նկատել եք, որոշ մարդիկ 75 տարեկանում դեռ զբոսնում են Թումանյանի այգում և կատակում թոռների հետ, իսկ մյուսները հազիվ են վեր կենում անկողնուց բուռ դեղեր խմելով։ Ինչու է այդպես։ Միթե նրանք տարբեր մարմիններով են ծնվել։ Ոչ, պարզապես ոմանք գիտեին այն, ինչի մասին մյուսներին ոչ ոք չէր պատմել։ Տարիքային հիվանդությունների մեծ մասի իրական պատճառը պարզապես տարիքը չէ։ Դա խցանված անոթներն են, կոշտացած արյունը, բջջային ճկունության կորուստը, բնական հակաբորբոքային նյութերի դեֆիցիտը։ Եվ գիտեք որն է ամենամեծ հեգնանքը։ Այս ամենը կարելի էր պահպանել պարզ մթերքներով, բայց դեղագործությունը մեզ համոզել է, որ միայն հաբերը կարող են օգնել։ Տարիների դիտարկումների ընթացքում փորձառու բժիշկ Սարգսյանը հասկացավ, ամենակարևորը անոթների առաձգականությունը և շաքարի հավասարակշռությունը պահպանելն է, որպեսզի հոդերը չքայքայվեն, սիրտը չծանրաբեռնվի, իսկ իմունիտետը չմարի։ Եվ ահա այստեղ հայտնվում է մեր պատմության հերոսը՝ գլուխսոխը։ Ոչ թե որպես համեմունք կամ խավարտ, այլ որպես հզոր բնական միջոց, որն ընդունակ է դանդաղ, բայց հաստատուն կերպով վերականգնել ներքին հավասարակշռությունը։ Երբ հասկանում եք, թե ինչու եք կորցնում ուժը, պարզ է դառնում նաև, թե ինչպես այն վերադարձնել։ Այժմ ես ձեզ ցույց կտամ, թե ինչպես սոխը կարող է դառնալ ձեր դաշնակիցը էներգիայի, շարժումների ազատության և մտքի պարզության համար պայքարում։ Գաղտնիք համար 1. Էլիքսիր, մաքուր և առաձգական անոթների համար։ Տարիների հետ մեր անոթները դառնում են ոչ այնպիսին, ինչպիսին նախկինում էին։ Նրանք կորցնում են ճկունությունը, նեղանում են, դառնում դյուրաբեկ, չէ որ հենց անոթներն են կյանքի գետերը, որոնցով արյունը թթվածին և սնունդ է հասցնում յուրաքանչյուր բջջի։ Բայց ինչ է տեղի ունենում, երբ այդ գետերը խցանվում են։ Սկսվում են բոլորին ծանոթ խնդիրները՝ աղմուկ ականջներում, ճնշման տատանություններ, գլխապտույտ, սրտի կանգի զգացողություն և ծանրություն ոտքերում։ Դուք կարող եք հաբեր խմել, բայց դրանք միայն ժամանակավորապես են հանում ախտանիշները, չվերացնելով պատճառը, իսկ պատճառը խոլեստերինային վահանիկների կուտակումն է և այն, որ անոթները կորցնում են իրենց առաձգականությունը։ Դա նման է խողովակների, որոնք պատվել են կրային նստվածքով,
Եվ ահա ասպարեզ է դուրս գալիս հերոսը, որի մասին մոռացել էին, սովորական սոխը, բայց ոչ միայն սոխը, այլև նրա թաքնված հարստությունը, կվերցետի նյութը, այս բնական ֆլավոնոիդն օժտված է հզորագույն մաքրող հատկություններով, այն թափանցում է անոթների ներսը և օգնում լուծել թարմ խոլեստերինային նստվածքները, թույլ չտալով դրանց վերածվել վտանգավոր պինդ վահանիկների, որոնք կարող են դառնալ ինսուլտի կամ ինֆարկտի պատճառ։ Ավելին, կվերցետինը գործում է որպես վերանորոգման վարպետ։ Այն բուժում է անոթների պատերի միկրոճաքերը, վերականգնելով դրանց առաձգանությունը։ Բժիշկ Սարգսյանը միշտ ասում էր. եթե անոթները ծռվում են, մարդն ապրում է, եթե կոտրվում են, սկսվում են հիվանդությունները։ Հենց այդ պատճառով նա խորհուրդ էր տալիս իր պացիենտներին ամեն օր օգտագործել կարմիր սոխ, հատկապես այն տեսակները, որոնք ունեն վառ մանուշակագույն շերտեր։ Հենց դրանցում է կվերցետինի կոնցենտրացիան հասնում առավելագույնի, բայց դա դեռ ամենը չէ։ Սոխն ունի անոթների պաշտպանների երկրորդ բանակը, ծծմբի օրգանական միացությունները, որոնց շնորհիվ սոխն այդպիսի յուրահատուկ հոտ ունի։ Այս նյութերը արյունը դարձնում են պակաս մածուցիկ, նրանք խանգարում են թրոմբոցիտներին կպչել իրար և թրոմբներ առաջացնել, ինֆարկտների և ինսուլտների գլխավոր պատճառը։ Մածուցիկ արյունը նման է խողովակների մեջ լցված մեղրի, սիրտը հոգնում է, հյուսվածքները թերսնվում են, սոխը արյունը դարձնում է հոսուն, թեթև, ազատ։ Ինչ անել հենց հիմա։ Վերցրեք 1/4 կամ 1/2 փոքր կարմիր սոխ, կտրատեք այն հնարավորինս բարակ, ցողեք կիտրոնի հյութով, ավելացրեք մի քիչ աղ և 1 թեյի գդալ չզտված ձիթապտղի կամ կտավատի ձետ, թողեք 10 րոպե և կերեք որպես աղցան ճաշին կամ ընթրքին։ Սա պարզապես խավարտ չէ, սա բնական անոթային էլիքսիր է, որն աշխատում է ավելի լռակյաց, բայց ավելի խորը, քան դեղատնային պրեպարատների մեծ մասը։ Գաղտնիք համար 2. Բնական վերահսկողություն շաքարի և խոլեստերինի նկատմամբ։ Երբևէ զգացել եք, կարծես գլխում մարախուղ լինի, կարծես հոգնածությունը կուտակվում է հենց առավոտից, կամ նկատել եք, որ ուտելուց հետո քնքոտություն և ծանրություն է առաջանում, կարծես օրգանիզմը մարում է։ Շատ հաճախ սրա հետևում կանգնած է արյան թաքնված բարձր շաքարը, իսկ սարսափելին այն է, որ շատերը նույնիսկ չեն կասկածում դրա մասին։ Նրանք մտածում են. պարզապես տարիքն է, երևի չեմ քնել, իսկ իրականում բջիջները կորցնում են զգացողություն ինսուլինի նկատմամբ և շաքարը մնում է արյան մեջ, թունավորելով անոթները, նյարդերը, ուղեղը։ Ահա թե ինչու է այդքան կարևոր վերահսկել շաքարը ոչ թե այն ժամանակ, երբ արդեն դիաբետ են ախտորոշել, այլ նախապես, քանի դեռ կարելի է մեղմորեն շտկել նյութապաշարայինը։ Եվ ահա կրկին հայտնվում է սոխը, բայց արդեն մյուս կողմից։ Այն պարունակում է մի զարմանալի միացություն՝ գլիկոկինին, որը բժիշկն անվանում էր բնական ինսուլին։ Գլիկոկինինները օգնում են շաքարին անցնել բջիջներ, որտեղ այն վերածվում է էներգիայի, այլ ոչ թե թույնի։ Սա պարզապես շաքարի նվազեցում չէ, սա բջջային փոխանակության վերականգնում է։ Բայց սա դեռ ամենը չէ։ Երկրորդ անտեսանելի թշնամին վատ խոլեստերինն է։ Մենք հաճախ ենք լսում. դուք խոլեստերին ունեք, բայց հազվադեպ ենք հասկանում, թե դա ինչ է նշանակում։ Վատ խոլեստերինը նման է կպչուն ճարպի, որը նստում է անոթների վրա, իսկ լավը նման է հավաքարարի, որն այդ ճարպը մաքրում է։ Հենց սոխի ակտիվ նյութերը, հատկապես ալիցինը, օգնում են լյարդին իջեցնել վատ խոլեստերինի մակարդակը, թույլ չտալով դրան կուտակվել, և միաժամանակ բարձրացնում են լավ խոլեստերինի մակարդակը, որը պաշտպանում է անոթները։ Ինչ է սա նշանակում տարեց մարդու համար։ Դա նշանակում է ինֆարկտի և ինսուլտի ավելի քիչ ռիսկ, ավելի պարզ գլուխ, ամուր հիշողություն, քիչ հեվոց քայլելիս, կայուն ճնշում։ Ինչ անել հենց հիմա։ Ահա մի պարզ բաղադրատոմս, որը բժիշկն հանձնարարում էր բառացիորեն բոլորին։ Մանր կտրատեք կարմիր սոխի կեսը, ավելացրեք 1-2 պճեղ սխտոր, մի քիչ թարմ կանաչի, մաղադանոս կամ սամիտ։ Համեմեք 1 ճաշի գդալ չզտված ձիթապտղի կամ կտավատի ձեթով։ Թողեք խառնուրդը 5-10 րոպե, որպեսզի մթերքները ընկերանան միմյանց հետ և կերեք որպես հավելում ճաշին կամ ընթրիքին։ Այսպիսի աղցանը պարզապես ուտելիք չէ, դա դեղ է ափսեի մեջ, մեղմ, բայց շատ ազդեցիկ։ Այն կայունացնում է շաքարը, բարելավում մարսողությունը, ամրացնում լյարդը և էներգիա պարգևում։ Գաղտնի համար 3. Ամուր հոդեր և շարժունակություն 60-ից հետո։
Երբևէ զգացել եք, թե որքան դժվար է առավոտյան վեր կենալ անկողնուցից։ Ծնկները կարծես ժանգոտված լինեն, մատերը չեն ծալվում, իսկ յուրաքանչյուր քայլը նման է կոտրված ապակու վրայով քայլելուն։ Շատերը կարծում են, որ դա նորմալ է տարիքի համար, բայց դա այդպես չէ։ Ցավը նորմա չէ, այլ ազդանշան, որ օրգանիզմը օգնություն է խնդրում։ Եվ որքան էլ զարմանալի է, օգնությունը կարող է գալ ամենասովորական սոխից։ Իմաստուն բժիշկը, որի մասին այսօր խոսում ենք, հատկապես շեշտեր. հոդերի առողջությունը ակտիվ երկարակեցության բանալին է։ Հենց հոդերի շնորհիվ մենք կարող ենք շարժվել, զբոսնել, լվացվել, գրկել թոռներին։ Տարիքի հետ աճառները մաշվում են ինչպես հին կոշիկի ներբաները։ Հոդերը սկսում են շփվել միմյանց հետ, առաջացնելով բորբոքում, ցավ և կարստրություն։ Ինչ է անում սոխը։ Նախ այն օրգանական ծծմբի ամենահարուստ բուսական աղբյուրներից մեկն է, իսկ ծծումբը շինանյութ է աճառների, ջլերի և կապանների համար։ Առանց դրա հոդերը բառացիորեն քայքայվում են։ Տարիքի հետ ծծմբի մակարդակը օրգանիզմում կտրուկ նվազում է։ Երկրորդ, սոխի միջի ծծումբը ունի հզոր հակաբորբոքային ազդեցություն։ Այն օգնում է նվազեցնել այտուցը և ցավը, արգելափակելով ցավային ազդակների փոխանցումը։ Եվ սա քողարկում չէ, ինչպես հաբերի դեպքում, այլ իրական ազդեցություն ցավի պատճառի վրա։ Արթրիտով կամ արթրոզով տառապող մարդիկ նկատել են, սոխի կանոնավոր օգտագործումից հետո ցավը նվազել է, իսկ շարժունակությունը բարելավվել։ Երրորդ, մեզ արդեն ծանոթ կվերցետինը կրկին օգնության է հասնում։ Այն պաշտպանում է հոդերը ազատ ռադիկալների կողմից քայքայումից և ուժեղացնում վերականգնման էֆեկտը։ Բայց բժիշկը գնաց ավելի հեռու։ Նա իր պացիենտներին առաջարկեց ևս մեկ եղանակ՝ արտաքին օգտագործման համար, հատկապես սուր մղկտացող ցավի դեպքում։ Սա սոխով և մեղրով թռչոցն է, հին, բայց ազդեցիկ բաղադրատոմս, որը ստուգված է ժամանակով։ Ինչպես այն պատրաստել։ Վերցրեք մեկ խոշոր սոխ, քերեք մանր քերիչով, ավելացրեք մեկ թեյի գդալ բնական մեղր, խառնեք մինչև շիլայանման վիճակ։ Քսեք թանզիֆի մարլյայի կտորի վրա։ Դրեք ցավող տեղին, ծնկին, մեջքին կամ ուսին։ Փափաթեք վերևից տաք շարֆով։ Պահեք 1-2 ժամ։ Այս խառնուրդը դուրս է քաշում բորբոքումը, բարելավում է արյան շրջանառությունը և թեթևացնում ցավը առանց հաբերի։ Շատ պացիենտներ ասում էին, ես վերջապես կարողացա քնել առանց ցավազրկողի։ Գաղտնիքը պարզ է, եթե հոդերին սնունդ տաք, նրանք կապրեն։ Իսկ սոխը պարզապես ուտելիք չէ, այն շինարար է, բժիշկ և պաշտպան մեկ դեմքով։ Այժմ, երբ մենք բացահայտեցինք սոխի 3 մեծ գաղտնիքները, ժամանակն է միավորել ամեն ինչ։ Բժիշկ Սարգսյանը միշտ ասում էր, եթե ուզում եք, որ սոխն իսկապես բուժի, այն պետք է դառնա օրվա մի պարտ, ինչպես առավոտյան լույսը, ինչպես աղոթքը, ինչպես մի բաժակ ջուրը։ Ոչ դեղերը, ոչ խոտաբույսերը չեն ազդում միանգամից, հարկավոր է համակարգ։ Հենց դա ես ձեզ հիմա ցույց կտամ։ Պարզ, հասկանալի, բնական պլան բաղկացած 3 քայլի 1 օրվա ընթացքում, որը կարելի է սկսել հենց վաղվանից։ Քայլ 1. Առավոտ։ Մաքրել անոթները, գործի գցել սիրտը։ Արթնացաք։ Քանի դեռ թեյինիկը չի եռացել, պատրաստեք սոխի թուրմը, որը բժիշկն անվանում էր սրտի էլիքսիր։ Մանր կտրատեք կարմիր սոխը, վրան լցրեք մի բաժակ սենյակյան ջերմաստիճանի ջուր, ծածկեք։ 1 ժամից քամեք, ավելացրեք 1 թեյի գդալ բնական մեղր։ Խառնեք մինչև շիլայանման վիճակ։ Խմեք քաղցափորին նախաճաշից 20-30 րոպե առաջ։ Այն մեղմորեն կմաքրի անոթները, կիջեցնի ճնշումը, կհանի առավոտյան ծանրությունը։ Քայլ 2. Ցերեկ։ Սնուցել հոդերը և հավասարակշռել շաքարը։ Ճաշին պատրաստեք երկարակյացի աղցանը։ Այն այնքան պարզ է, որ կդառնա սովորություն։ 1/2 կարմիր սոխ, 1-2 պճեղ սխտոր, կանաչի, մի գդալ չզտված ծետ։ Այս ամենը մանր կտրատել, թողնել 10 վտ։ Այս աղցանը աշխատում է միանգամից 3 ուղղությամբ, իջեցնում է շաքարը, բարելավում խոլեստերինը, սնուցում հոդերը ծծմբով և հակաօքսիդանտներով։ Կերեք այն ամեն օր և արդեն 1 շաբաթից կզգաք թեթևություն ուտելուց հետո, կենսունակություն և պարզություն գլխում։ Քայլ 3. Երեկո։ Հանդարտեցնել ցավը, ամրապնդել իմունիտետը։ Երեկոյան ժամանակն է վերականգնել այն, ինչ հոգնել է օրվա ընթացքում։ Եթե ունեք հաս կամ աշնանային ուժերի անկում, պատրաստեք սոխա մեղրային օշարակ,
մանր կտրատած սոխ գումարած 3 գթալ մեղր, թողնել 8 ժամ, ընդունել 1 թեյի գթալ առավոտյան, իսկ եթե անհանգստացնում են հոդերը, արեք տաք թրջոց քերած սոխից եւ մեղրից, դրեք ցավող տեղին, ծածկեք կտորով եւ պարկեք հանգստանալու։ Քունը կլինի ավելի խորը, ցավը մեղմ, իսկ հոդերը երախտապարտ։ Պետք չէ փոխել ամբողջ կյանքը, պարզապես ներմուծեք 3 փոքր քայլ, առավոտ, ցերեկ, երեկո։ Սա հենց այն համակարգն է, որով բժիշկն օգնում էր պացիենտներին նույնիսկ 80 եւ 90 տարեկանում զգալ իրենց կենթանի, շարժունակ եւ պիտանի։ Իմ սիրելիներ, մենք ձեզ հետ երկար կյանք ենք ապրել։ Մենք շատ բաների միջով ենք անցել, շատ բան ենք հասկացել, բայց մի բան հաճախ մոռանում ենք։ Երբեք ուշ չէ սկսել հոգ տանել ձեր մասին իսկապես։ Այն, ինչի մասին մենք այսօր խոսեցինք, մոգություն չէ եւ հրաշք չէ։ Դա իմաստություն է, ստուգված ժամանակով։ Դա սովորական սոխն է, այն նույն սոխը, որը դրված է մեր խոհանոցում ողջ կյանքում, բայց նրա մեջ ուժ կա, որը մենք թերագնահատում էինք։ Անոթներ, շաքար, հոդեր, իմունիտետ, այս ամենը կարելի է պահպանել, եթե իմանաք ինչպես, եւ հիմա դուք գիտեք, եւ ամենակարևորը, դա ձեզնից չի խլի օրական 5 րոպեից ավելի։ 5 րոպե առավոտյան թուրմը պատրաստելու համար, 5 րոպե ցերեկը աղցանը կտրատելու համար, 5 րոպե երեկոյան թրջոցը դնելու կամ օշարակը պատրաստելու համար։ Ընդամենը 15 րոպե, եւ դուք սկսում եք վերադարձնել ձեզ վերահսկողություն մարմնի եւ կյանքի նկատմամբ։ Ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ մեկը հրաշք է խոստանում, այլ այն պատճառով, որ դուք օրգանիզմին տալիս եք այն, ինչ նրան իսկապես պետք է։ Ոչ մի կողմնակի ազդեցություն, այն միայն հոգատարություն եւ հարգանք ձեր հանդեպ։ Եթե ձեզ համար արժեքավոր էր այս տեսանյութը, խնդրում եմ, մի պահեք այս գիտելիքը ձեզ մոտ, կիսվեք դրանով ընկերների հետ, նրանց հետ, ովքեր ձեզ համար թանկ են։ Հավանեք տեսանյութը, դա պարզ երախտագիտություն է, որը մեզ ուժ է տալիս նոր թողարկումներ պատրաստել։ Գրեք մեկնաբանություններում, թե որ բաղադրատոմսը կփորձեք առաջինը։ Մենք կարդում ենք ձեր յուրաքանչյուր հաղորդագրությունը, եւ իհարկե, բաժանորդագրվեք ալիքին։ Այստեղ մենք խոսում ենք պարզապես ամենակարևորի՝ առողջության, երկարակեցության եւ առանց ցավի կյանքի մասին։ Դուք արժանի եք ձեզ ավելի լավ զգալու, իսկ մենք ձեր կողքին ենք ձեզ այս ճանապարհին աջակցելու համար։ Մինչ նոր հանդիպում եւ եղեք առողջ, ի սրտե։